Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, ես Անի Ստեփանյանն եմ, բարև ձեզ։ Կարևորի մասին նախամարոտ։ Նիկոլ Փաշինյանի եւ Վլադիմիր Պուտինի միջև հանդիպում անցկացնելու երկկողմ որոշում կընդունվի Հայաստանում կայացրած խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումից հետո Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի հայտարարությունը։ Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը այս շաբաթ Սյունիքում է, ընդգծելու հայ-ամերիկյան գործընկերության տարբեր ուղղությունները։ Այս մասին տեղեկանում ենք Միացյալ Նահանգների դեսպանատնից։ Այս ընթացքում նախատեսված են հանդիպումներ տեղի պաշտոնյաների հետ։ Միացյալ Նահանգների կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում շրջանառվում է նախագիծ, որը կոչ է անում Ադրբեջանին անմիջապես եւ առանց նախապայմանների ազատ արձակել հայ ռազմագերիներին ու քաղբանտարկյալներին։ Նախաձեռնությունը գլխավորում է դեմոկրատ Բրեդ Շերմանը։ Փետրվարի 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ։ Այս մասին տեղեկանում ենք Հակակոռուպցիոն կոմիտեից, ներկայացնելով, թե որ կուսակցություններին են հարում այդ անձինք։ Ձայների վերահաշվարկը շարունակվում է։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը լրագրողների հետ զրույցում ընդգծել է, որ որոշ ընտրատեղամասերում արձանագրված ձայների տարբերությունը վերահաշվարկներից հետո հատուկ արված քայլերի հետևանք չեն, դրանք ընդամենը մարդկային սխալներ են։ Պետական իրավական հարցերի եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել է Հայաստանի պետական բյուջեի կատարողականի քննարկումը։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայք Հարությունյանը ներկայացրել է իրականացված ծրագրերը ու ֆինանսական ցուցանիշները։ Նիկոլ Փաշինյանի եւ Վլադիմիր Պուտինի միջև հանդիպում անցկացնելու երկկողմ որոշում կընդունվի Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումից հետո։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, նշելով, որ մինչև ընտրական պրոցեսների ավարտը Հայաստանի վարչապետը զբաղված կլինի երկրի ներքին հարցերով, իսկ հետո կախված հետընտրական իրավիճակի վերջնականացումից արդեն երկկողմ մակարդակով որոշում կընդունեն։ Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը այս շաբաթ Սյունիքում է ընդգծելու հայ-ամերիկյան գործընկերության տարբեր ուղղությունները։ Այս մասին տեղեկանում ենք Միացյալ Նահանգների դեսպանատնից։ Այս ընթացքում նախատեսված են հանդիպումներ տեղի պաշտոնյաների, Միացյալ Նահանգների փոխանակման ծրագրերի շրջանավարտների, խաղաղության կորպուսի կամավորների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ուսանողների եւ Միացյալ Նահանգների գործընկերների հետ։ Կապանի ամերիկյան անկյունում հավատարմատար Ալենը կներկայացնի հիմնադիրների թանգարան ցուցադրություն Մեղրիում կհանդիպի Միացյալ Նահանգների կողմից ֆինանսավորվող Access ծրագրի աշակերտների հետ, կայցելի Մեղրիի սահմանային հատված, ընթացիկ գործակցության մասին ավելին իմանալու համար։ Նախատեսվում է նաև այց Contour Global-ի Գորիսի գրասենյակ քննարկելու էներգետիկ անվտանգությանը եւ հնարավոր գործակցությանը վերաբերող հարցեր։ Միացյալ Նահանգների կոնգրեսի ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում շրջանառվում է արտաքին ծառայության ակտում փոփոխության նախագիծ, որը կոչ է անում Ադրբեջանին անմիջապես եւ առանց նախապայմանների ազատ արձակել հայ ռազմագերիներին ու քաղբանտարկյալներին։ Ինչպես հաղորդել է Հայ դատի գրասենյակը, նախաձեռնությունը գլխավորում է դեմոկրատ Բրեդ Շերմանը, որը ընդգծել է, որ գերիների ազատ արձակումը ուղղակիորեն համահունչ է Թրամփի խաղաղության ջանքերին եւ կարող է դառնալ նշանակալից քայլ խաղաղության հասնելու ճանապարհին։ Փետրվարի 7-ից ընտրական հանցագործությունների գործերով կալանավորվել է 52 անձ։ Այս մասին տեղեկանում ենք Հակակոռուպցիոն կոմիտեից, նշելով, որ շարունակելու է հետևողական պայքարը կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների դեմ եւ խստորեն վերահսկվելու է հետընտրական գործընթացներում հնարավոր իրավախախտումները։ 2026 թվականի փետրվարի 7-ից կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների դեպքերի առթիվ նախաձեռնվել է 115 քրեական վարույթ, որոնցից 77-ը վերաբերվել է ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքին, 24-ը Բարգավաճ Հայաստան կուսակցությանը, 11-ը Հայաստան կուսակցությունների դաշինքին, 61 քրեական վարույթներով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 242 անձի նկատմամբ, 100 մեղադրյալի նկատմամբ ընտրվել են անազատության հետ կապված խափանման միջոցներ, մասնավորապես 52-ի նկատմամբ կալանք, 48-ի նկատմամբ տնային կալանք, 120 մեղադրյալի նկատմամբ ընտրվել են այլընտրանքային խափանման միջոցներ, այդ թվում 20-ի նկատմամբ վարչական հսկողություն, 100-ի նկատմամբ բացակայելու արգելք։
Բացի այդ, 19 անձանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ 54 անձանց վերաբերյալ 14 քրեական գործ ավարտվել է մեղադրական եզրակացություն կազմելով։ Նույն ժամանակահատվածում հակակոռուպցիոն կոմիտեում ստեղծված օպերատիվ շտաբի կողմից մշտադիտարկվել են 73 լրատվական եւ 27 սոցիալական կայքերի հրապարակումներ։ Շտաբի մշտադիտարկման արդյունքում հայտնաբերվել է առերևույթ կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների հատկանիշներ պարունակող 47 ահազանգ, որից 12-ը թեժ գիծ ծառայության միջոցով։ Հակակոռուպցիոն կոմիտեն շարունակելու է հետևողական պայքարը կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործությունների դեմ եւ խստորեն վերահսկելու է հետընտրական գործընթացում հնարավոր իրավախախտումները։ Քաղաքացիներին կոչ ենք անում պահպանել օրինականությունը, դրսևորել պատասխանատու վարքագիծ եւ զերծ մնալ ընտրական գործընթացի վրա ցանկացած ապօրինի ազդեցությունից։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը լրագրողների հետ զրույցում ընդգծել է, որ որոշ ընտրատեղամասերում արձանագրված ձայների տարբերությունը վերահաշվարկներից հետո հատուկ արված քայլերի հետևանք չեն, կեղծելու միտում չի եղել, դրանք ընդամենը մարդկային սխալներ են եղել։ Նրա խոսքով մայրաքաղաք Երևանում գրեթե բոլոր ընտրատեղամասերում վերահաշվարկ կիրականացնեն եւ վերջնական արդյունքները կհրապարակվեն սահմանված կարգով հունիսի 14-ին։ Մենք Երևանում ըստ էության ունենք մի պատկեր, որ Երևանի գրեթե բոլոր ընտրատասներում երևի ամբողջը կվերահաշվարկեն, որովհետև միասնության թևերի կուսակցության պատգամավոր տեխնիկացիան այդպես է ցանկացել, այդպես է ներկայացրել եւ եղել է մոտեցումը, որ հնարավորինս այսպես ֆիզիկական նաև որովհետև ուրբաթ օրը 14:00-ն իրենք միջև ժամանակ ունեն վերահաշվարկի, որպեսզի փորձեն այդ ամբողջ ծավալը իրենք իրականացնել։ Նախնական գնահատական չեմ կարող տալ, չեմ տա, որովհետև կներեք մեր մինչև ընդհանուր process-ը չավարտի, ընդհանուր գնահատական չավարտի, ես եւ իմ գնահատականը լինելու կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման տեսքով։ Ամեն ինչ թափանցիկ գնում է։ Տեսագրությունները ամբողջ գործընթացը տեսագրված է։ Ներկայիս վերահաշվարկային իրականացում կրկին ուղիղ եթերում է իրականացվում։ Հայաստան-Ֆրանսիա ազգային կոմիտեն ողջունել է հայ ժողովրդի հերթական դրսևորված ժողովրդավարական պայքարը, ընդգծելով Հայաստանը հայտնեց իր կամքը։ Կոմիտեն համախմբման կոչ է անում եւ վերահաստատում է իր հանձնառությունը զորակցել Հայաստանի Հանրապետությանը։ Հայաստան-Ֆրանսիա ազգային կոմիտեն հիշեցնում է, որ իր հիմնական առաքելություններից մեկը Հայաստանի եւ Ֆրանսիայի միջև կապերի ամրապնդումն է։ Առավել քան երբևէ կոմիտեն պատրաստ է համախմբել Ֆրանսիայի հայկական սփյուռքի հնարավորությունները կապերն ու ներուժը նպաստ Հայաստանի տնտեսական, կրթական, մշակութային եւ ռազմավարական զարգացմանը։ Կառույցը արդեն իսկ միավորելով 89 կազմակերպություններ համախմբան կոչ է հղում Ֆրանսիայի հայկական բոլոր կազմակերպություններին, որոնք կիսում են այս տեսլականը։ Միանալ հավաքական նախաձեռնությանը իշա Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի։ Հայկական շարժումը եւս ողջունում է հայ ժողովրդի հաղթանակը։ Հայկական շարժումը ջերմորեն շնորհավորել է Հայաստանին, նրա վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը խորհրդարանական ընտրություններում տարած համոզիչ հաղթանակի կապակցությամբ, նշելով, որ այս արդյունքը առաջին հերթին հայ ժողովրդի հաղթանակն է։ Հայկական շարժումը կոչ է անում ամբողջ Սփյուռքին հարգել այս ժողովրդավարական որոշումը եւ ծառայել Հայաստանին, ոչ թե նրա դեմ գործելով։ Այն կազմակերպությունները, որոնք ընտրել են հակառակ ճանապարհը, ստիպված կլինեն կրել այդ ընտրության հետևանքները։ Պետական իրավական հարցերի եւ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել է Հայաստանի պետական բյուջեի կատարողականի քննարկումը։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ներկայացրել է իրականացված ծրագրերը ու ֆինանսական ցուցանիշները, նշել նաեւ, որ աշխատակազմում ավտոմեքենաներ եւ հաստիկներ չեն ավելացել։ Պետական իրավական հարցերի եւ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարողականի քննարկումը։ Նախորդ տարվա համեմատ հաշվետվության առումով աշխատակազմում մեծ փոփոխություններ չկան։ 2025 թվականին պետական բյուջեի մասին օրենքով հաստատվել է 11 ծրագիր եւ 50 միջոցառում։ 2025 թվականին կառավարության որոշմամբ ավելացվել է 7 միջոցառում։ 57 միջոցառումից կատարվել է
95 է։ Այս մասին ասել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ազգային ժողովի պետական իրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների հունիսի 10-ին գումարված համատեղ նիստում։ Ըստ Հարությունյանի հաշվետու տարում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պատասխանատվությամբ իրականացվող ծրագրերի շրջանակում ծախսերը կազմել են 22.5 միլիարդ դրամ կամ ծրագրված ցուցանիշի 96%-ը։ Արայիկ Հարությունյանը ներկայացրել է իրականացված ծրագրերն ու ֆինանսական ցուցանիշները, նաև նշել, որ վարչապետի աշխատակազմում չեն ավելացել ավտոմեքենաներ եւ հաստիքներ։ Արցախյան պաշտոնատար անձանց գերատեսչական առանձնատների եւ տարածքների շահգործման սպասարկման միջոցառման շրջանակներում այս ծրագիրն էլ է իրականացվել, ծախս կատարողականը 100% է, բայց նախորդ տարվա համեմատ 26%-ով նվազում ունենք։ Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարող Խաչատուր Պողոսյանի խոսքով 2025 թվականին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմին նախագահի լիազորությունների իրականացման ապահովում ծրագրով նախատեսված է եղել հատկացնել 1 միլիարդ 658 միլիոն 673 հազար դրամ։ Ճշտված պլանը կազմել է 1 միլիարդ 711 միլիոն 427 հազար դրամ։ Փաստացի ծախսը կազմել է 1 միլիարդ 627 միլիոն 337 հազար դրամ, ինչը ճշտված պլանի 95%-ն է։ Ծրագրով իրականացվել են հետևյալ 3 միջոցառումները, դրանցից առաջինը Հանրապետության նախագահի գործունեության եւ ներկայացուցչականության ապահովում։ Այս միջոցառման տարեկան պլանը կազմել է 1 միլիարդ 669 միլիոն 515 հազար դրամ, փաստացի ծախսվել է 1 միլիարդ 594 միլիոն 234 հազար դրամը, ինչը կազմում է ճշտված պլանի 95.5%-ը։ Տնտեսվել է 75 միլիոն 281 հազար դրամ։ Հաջորդիվ զեկույցով հանդես է եկել ազգային ժողովի աշխատակազմի գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը։ Ըստ նրա հաշվետու տարում Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքով ազգային ժողովի հաստատված բյուջեն կազմել է 7 միլիարդ 72 միլիոն 937 հազար դրամ։ Դավիթ Առաքելյանը տեղեկացրել է, որ ազգային ժողովի բնականon գործունեությունն ապահովելու նպատակով իրականացվել են վերաբաշխումներ։ Հաշվետու տարում կառավարության որոշմամբ ազգային ժողովին հատկացվել է 545 միլիոն 516 հազար 300 դրամ։ Ճշտված բյուջեն 7 միջոցառումների գծով կազմել է 7 միլիարդ 603 միլիոն 28 հազար 300 դրամ։ Ծախսը 7 միլիարդ 484 միլիոն 585 հազար 800 դրամ։ Բյուջեն կատարվել է 98.4%-ով եւ ճշտված բյուջեի կատարված ծախսի միջև շեղումը կազմել է 118 միլիոն 442 հազար 500 դրամ, որը փոխանցվել է պետական բյուջե։ Ազգային ժողովի կողմից իրականացվել են հետևյալ միջոցառումները. 2000 գործունեության ապահովում օրենսդրական, վերլուծական եւ ներկայացուցչական ծառայություններ 25 թվականի ճշտված բյուջեն կազմել է 6 միլիարդ 705 միլիոն դրամ, իսկ ծախսը 6 միլիարդ 685 միլիոն դրամ, բյուջեն կատարվել է 99.7%-ով, ծախսերի արդյունավետ կատարման արդյունքում բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման մի շարք հոդվածներով տնտեսվել է 19 միլիոն 700 հազար դրամ։ Այնուհետև ԲԴԽ դատական դեպարտամենտի ղեկավար Նայիրի Գալստյանը ներկայացրեց ԲԴԽ եւ դատարանների կողմից իրականացված ծրագրերն ու կատարողականը։ Ըստ նրա դատական իշխանության գործունեության ապահովում եւ իրականացում ծրագրի շրջանակներում 2025 թվականին պետական բյուջեից տարեսկզբին հատկացվել է 17 միլիարդ 154 միլիոն 123 հազար դրամ։ Կառուցվածքային առումով Արցախի դատական խորհրդի եւ դատարանների դատական իշխանության գործունեության ապահովում եւ իրականացում 1080 ծրագիրը ներառում է 23 միջոցառումներ։ Դատական համակարգի կատարողականի հաջորդ զեկույցը Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Արմեն Հարությունյանինն էր։ Նա նշեց, որ Սահմանադրական դատարանի բյուջեի կատարողականը բաղկացած է 1.1092 Սահմանադրական դատարանի գործունեության ապահովում ծրագրից, որը ներառում է 3 միջոցառում։ 11001 Սահմանադրական դատարանի գործունեության եւ Սահմանադրական արդարադատության ապահովում 11002 Սահմանադրական դատարանի պահուստային ֆոնդ եւ 31001 Սահմանադրական դատարանի տեխնիկական հագեցվածություն։
Ազգային ժողովի ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի ու պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է հաշվետու տարվա պետական բյուջեյով պետական վերահսկողական ծառայության ճշտված պլանը։ Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պարտականությունները կատարող Ռոբերտ Բազիկյանը նշել է, որ բյուջեն կազմել է 999.6 միլիոն դրամ, ծախսերը 994.6 միլիոն դրամ, ապահովելով 99.5% կատարողական։ Ծախսերը կատարվել են երկու միջոցառումների գծով։ Առաջինը Հայաստանի Հանրապետության վարչապետին սահմանադրությամբ եւ օրենքներով վերապահված վերահսկողական լիազորությունների իրականացման ապահովում միջոցառումն է, որի գծով ծառայության 2025 թվականի բյուջեով ճշտված պլանը կազմել է 980.2 միլիոն դրամ, ծախսը 975.8 միլիոն դրամ, ապահովելով 99.5% կատարողական։ Ուկրաինայի բանակը անցած գիշեր անօդաչու թռչող սարքերով եւ հրթիռներով հարվածել է Ռուսաստանի խորքում գտնվող հարյուրավոր թիրախների, հայտարարել են Ռուսաստանի Դաշնության իշխանությունները։ Ռուսական տելեգրամ ալիքները հաղորդել են, որ թիրախների թվում է եղել Վոլգայի վրա գտնվող Սամարայի նավթավերամշակման գործարանը եւ երկու նավթարդյունաբերական օբյեկտ էլ վնասվել է Մոսկվայից արևելք գտնվող Վլադիմիրի շրջանում։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին X-ում գրել է. «Մենք շարունակում ենք պատժամիջոցներ կիրառել ռուսական ռազմական օբյեկտների եւ նավթարդյունաբերական օբյեկտների դեմ։ Առավոտյանի դեպ Ուկրաինան հարվածել է նաեւ ռուսական Պրոգրես գործարանին, որը արտադրում է Իսկանդերի էլեկտրոնիկայի մասերը»։ Միջազգային մյուսնորությունները տեսաշարով։ ԱՄՆ-ն եւ Իրանը հզոր հարվածներ են հասցրել իրար մերձավոր արևելքում ամերիկյան Ապաչի ուղղաթիռի միջադեպից հետո։ Պենտագոնը Հորմուզի նեղուցի մոտ իրանական հոբ եւ ռադարների ուղղությամբ հարձակումների 3 ալիք է ունեցել։ Վաշինգտոնում հարձակումն անվանել են նախազգուշական կրակոց եւ հույս հայտնել, որ այն չի խանգարի բանակցություններին։ ԻՀՊԿ-ն հրթիռներ եւ դրոններ է արձակել տարածաշրջանում ամերիկյան բազաների ուղղությամբ, ներառյալ Բարեյնում 5-րդ նավատորմի շտաբում։ Իրանի իշխանությունները նաեւ հայտարարել են, որ խոցել են $30 միլիոն արժողությամբ MQ-9 Reaper անօդաչու թռչող սարք։ Մինչ այդ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին օտարերկրյա զինվորականներին կոչ է արել լքել Իրանի սահմաններին մոտ գտնվող տարածքները, որպեսզի պատահական միջադեպերի կամ խաչաձև կրակի զոհ չդառնան։ Իրանի տարածքի մոտ գտնվող օտարերկրյա ուժերը մշտական վտանգի տակ են սեփական մարդկային սխալների պատճառով, գրել է նա։ Իսկ ահա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրատվամիջոցների հետ զրույցում ընդգծել է. «Շարունակում են բանակցությունները Իրանի հետ եւ առաջիկա 2 օրերի ընթացքում պատկերացում կկազմեն ընթացքի մասին»։ Ռուսաստանը եւ Ուկրաինան հայտնում են փոխադարձ հարվածների մասին։ Խարկովի մարզին ռուսական հարվածների հետևանքով 3 մարդ է զոհվել, կա ավելի քան 20 վիրավոր, տուժել են քաղաքացիական օբյեկտներ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է գիշերը ուկրաինական 140 անօդաչու թռչող սարքեր խոցելու մասին։ Թիրախում եղել են Բելգորոդի, Կալուգայի, Օրիոլի, Մոսկվայի եւ այլ մարզեր։ Դաշնության էներգետիկայի նախարարությունն էլ հայտարարել է, որ ուկրաինական հարվածների հետևանքով Ռուսաստանի հարավում վառելիքի պակաս կա։ Ազովի ծովում առևտրային 2 նավերին ուկրաինական ԱԹՍ-ի հարվածի հետևանքով զոհված ադրբեջանցիների թիվը հասել է 6-ի, տեղեկացնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Նավերը, որոնք ըստ գերատեսչության չեն նավարկել Ադրբեջանի դրոշի ներքո, հունիսի 5-ին Թուրքիայից ուղևորվել են Դոնի Ռոստով։ Միջադեպից հետո Մոսկվան հայտարարել է, որ հարվածը հասցվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերով։ Ուկրաինական կողմն իր հերթին հայտարարել է, որ այդ օրը օկուպացված Մարիուպոլի եւ Բերդյանսկի մոտակայքում թիրախավորել են 5 նավ, որոնք օրինական մատակարարումներ են իրականացրել։ Դաղստանում գազատարի ավելի քան 50 կիլոմետր հատված փակել են Կիզիլյուտում տեղի ունեցած պայթյուններից եւ դեից հետո։ Այս մասին հայտնել են Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարությունից։ Գազատարի հատվածում 3 պայթյուն է գրանցվել։ Շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ֆյոդոր Շուչկինը հայտնել է, որ տուժածներ չկան։ Տարանվել է մոտակա տների ավելի քան 100 բնակիչ։ Թալիբան շարժման առաջնորդ Հայբաթուլլա Ախնունդզադան հրամանագիր է ստորագրել, որի համաձայն պետական ծառայողները չեն կարող օգտվել հեռախոսներից։ Փաստաթուղթում նաև ասվում է, որ խախտումները քննվելու են ռազմական դատարանում։ Թալիբանի արտարադատության նախարարությունը հրաման է ուղարկել ռազմական դատարանների ղեկավարներին, ոստիկանության պետերին եւ հետախուզության հրամանատարներին։ Ստեղծվել է նաև մոնիթորինգի հատուկ ցուցակ, որտեղ գրառվում է վերահսկողության ենթակա յուրաքանչյուր անձի անունը, պաշտոնը, ծառայության վայրը, բջջային ցանցը եւ հեռախոսահամարը։
Ղազախստան-Հունգարիա ֆուտբոլային խաղի ժամանակ արտակարգ իրավիճակ է գրանցվել, մուտքի մոտ գտնվող տեսախցիկը վերևից ընկել է ու մասերի բաժանվել։ Խաղը տեղի է ունենում Հունգարիայի Դեբրեցեն քաղաքում։ Տեսախցիկը սկզբում բռնկվել է այրել իրեն պահողմալուխը, ապա ընկել օպերատորից 1 մետր հեռավորության վրա, հաղորդում է Sputnik Ղազախստանը։ Բարեբախտաբար ուժասներ չկան։ Ընկերական խաղն ավարտվել է Հունգարիայի հաղթանակով 3-1 հաշվով։ Տարիներ շարունակ կոյուղաջրերի արտահոսքի զգարշահոտությունից և հակասանիտարական պայմաններից դժգոհող Օհանովի փողոցի մի շարք շենքերի բնակիչներ այսօր հույս ունեն, որ խնդիրները վերջապես կլուծվեն։ Veolia ջուր ընկերությունը Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ սկսել է նոր կոյուղատար համակարգի կառուցումը, փոխարինելով տասնամյակներ շարունակ շահագործված և արդեն մաշված խողովակաշարերը։ Թե ինչ աշխատանքներ են իրականացվել և ինչ արդյունքներ են ակնկալում բնակիչները, դիտեք այս պահին այդ մասին պատմող տեսանյութը, իսկ մենք կհանդիպենք։ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Օհանով 14 հասցեի բնակիչ Յուրիկ Մելքոնյանն այստեղ ապրում է շուրջ 50 տարի։ Պատմում է, վերջին շրջանում կոյուղագծի հաճախակի խցանումների պատճառով գրեթե օրը մեջ զանգահարում էին 1.85 թեժկից։ Խնդիրը պարբերաբար հակասանիտարական վիճակ էր ստեղծում շենքերի բակում և անհարմարություններ պատճառում բնակիչներին։ Հենց զանգում էինք ամենաշատը երևի մի կես ժամ, ոչ ավել, մի անգամ իրանց Վիոլայի այդ ջուրը որ գալիս էր, իրան նասոսն էր գալիս, նասոսով գալիս էին, փչում էին, գնում էին, միշտ օրը նորից զանգահարում էին, կանչում էինք։ Իրանց ոնց որ ասած այդ մարդիկ արդեն գրանցված էին այս մեր տերիտորիայում։ Որքան էլ Veolia թիմը օպերատիվ արձագանքեր խցանումներին ու վթարներին, մաշված եւ քայքայված համակարգը արդեն վերակառուցման կարիք ուներ։ Այդ նպատակով Veolia ջրի եւ Երևանի քաղաքապետարանի համագործակցության շրջանակում Օհանովի 10-ից 20 շենքերի բակային տարածքում մեկնարկել են կոյուղագծի վերակառուցման աշխատանքները։ 2 ամիս շարունակ կատարվել է գրեթե ամենօրյա սպասարկման ռեժիմ ու օրվա ցանկացած ժամի։ Օր է եղել, որ 2 անգամ ենք սպասարկում իրականացնել, թե ձեռքի աշխատանքով Veolia թիմը լուծել է խնդիրը, թե հատուկ տեխնիկաների միջոցով լուծել է խնդիրը։ Բայց քանի որ արդեն կրիտիկական էր հակասանիտարական վիճակը, ունենք վնասված հատվածներ կոյուղատար համակարգի վրա, կոյուղատար համակարգը անցնում էր ցանկապատ շինության տակով, որտեղ խնդիր էր առաջացնում սպասարկման համար։ Մենք որոշեցինք, որ պետք է կառուցել նոր կոյուղատար համակարգ։ Ներկապային նախատեսված է 200 գծամետր, 250 մմ երկշերտ ծալքավոր խողովակով նոր կոյուղատար համակարգ կառուցել։ Նախնական 8 նոր դիտահոր է կառուցվելու, եթե կարիք լինի ավելացնել, կախված արդեն շենքից դուրս եկող ներքին ցանցի կոյուղատար խողովակների համար։ Կոյուղատար համակարգում առկա խնդիրները տարիների ընթացքում են կուտակվել եւ բնականաբար չեն կարող լուծվել մեկ օրում, սակայն փուլային աշխատանքների շնորհիվ իրավիճակն աստիճանաբար փոխվում է։ Օրինակ, վերակառուցումից հետո Օհանովի 62-ից 70 շենքերի բակից շուրջ 8 ամիս է կոյուղատարի խցանումներ չեն գրանցվել։ Նախկինում մենք խնդիր ենք ունեցել 64, 66, 68 շենքերում, որը անցյալ տարի լուծվել է Թաղապետարանի վարչական շրջանի հետ համատեղ ուժերով, կառուցվել է 300 մմ երկշերտ ծալքավոր խողովակով 80 գծամետր նոր կոյուղատար համակարգ, որից հետո ամբողջովին խնդիրը վերացվել է։ Նախկին կոյուղատար համակարգը անցել է բնակիչների համար նախատեսված տաղավարի տակով եւ երեխաների համար նախատեսված այս ֆուտբոլի դաշտի միջով, որը շրջանցման ճանապարհով նոր կոյուղատար համակարգը արդեն դուրս է բերվել տաղավարի տակից եւ դաշտի մեջից, ապահովելով մեզ հարմար սպասարկում եւ անխափան սպասարկում։ Ներկապային արդեն մոտ 8 ամիս այստեղ խցանում չենք ունենում։ Կոյուղատար համակարգը գործում է լիարժեք 100%-ով։ Այս հասցեից հետո կրկին Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ Շահումյան շահագործման տեղամասը կոյուղագծի վերակառուցման աշխատանքներ սկսեց Օհանովի 72, 74, 76 շենքերում եւ հարակից 179 դպրոցում։ Կոյուղատար համակարգը 3 տեղ վնասված հատված ուներ, այն այլևս շահագործել հնարավոր չէր։ Բացի դա, կոյուղատարի վրա կառուցված էին տարբեր շինություններ, 500 աշակերտ ունեցող դպրոցի բակում պարբերաբար հակասանիտարական վիճակ էր ստեղծվում։ Շարունակվում են աշխատանքները նշված հասցեներում, կարգավորվում է դպրոցում ծագած խնդրի լուծումը, ստեղ կառուցվել է 60 մետր 250 մմ
ծալքավոր խողովակով, երկշերտցալքավոր խողովակով նոր կոյուղատար համակարգ։ Այս հատվածում է եղել այդ շինությունները, որը խոչընդոտ է հանդիսացել մեզ համար սպասարկել եւ շահագործել կոյուղատար համակարգը։ Վիոլյա ջուր Երևանի քաղաքապետարան համագործակցության հերթական հասցեն Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանում Կուրղինյան 11, 13 եւ 15 շենքերի բակային տարածքն է։ Այստեղ նախատեսվում է փոխարինել կոյուղագծի շուրջ 200 գծամետր խնդրահարույց հատվածը, տեղադրելով նոր պոլիէթիլենե խողովակաշար։ Նախապատրաստական աշխատանքներն արդեն իրականացվել են, բացահայտվել է տարածքը, կտրվել է ասֆալտապատ ծածկը, ստեղծված են շինարարության մեկնարկի համար բոլոր անհրաժեշտ պայմանները։ Աշխատանքները կմեկնարկեն առաջիկա օրերին։ Այսպիսով տարիներ շարունակ բնակիչներին անհանգստացրած կոյուղատար համակարգի խնդիրները աստիճանաբար փուլ առ փուլ լուծում են ստանում։ Միաժամանակ մասնագետները հիշեցնում են, որ ցանկացած ենթակառուցվածքի արդյունավետ եւ անխափան աշխատանքը կախված է նաեւ բնակիչների պատասխանատու վերաբերմունքից։ Միայն համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի պահպանել համակարգի հուսալի աշխատանքը եւ ապահովել անվտանգ, մաքուր ու բարեկեցիկ միջավայր բոլորի համար։ Լուսինե Գրիգորյան, Արմեն Բոյաջյան, Free News, Ազատ լուրեր։